ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածել իրանական էլեկտրակայաններին Հորմուզի նեղուցը չբացելու դեպքում։ Նախագահը նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները կոչնչացնի Իրանի էլեկտրակայանները, եթե Իսլամական Հանրապետությունը 48 ժամվա ընթացքում ամբողջությամբ չբացի Հորմուզի նեղուցը։ Այս հայտարարություններից հետո Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի Դամավանդ քաղաքին, որտեղ գործում է էլեկտրակայան։ Միևնույն ժամանակ շաբաթ ուշ երեկոյան իրանական հրթիռները հարվածել են Իսրայելի միջուկային հետազոտությունների գլխավոր կենտրոնից ոչ հեռու գտնվող երկու բնակավայրերի, ինչի հետևանքով կան ավերված շենքեր եւ տասնյակ վիրավորներ։ Մասնավորապես բալիստիկ հրթիռներ են ուղղվել Արադ քաղաքին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է ճշմարիտ խոստում 4 գործողության 73-րդ ալիքի մասին։ Հաղորդվում է ավելի քան 200 զոհի մասին։ Վաղ առավոտյան էլ թիրախավորվել է Երուսաղեմը։ Իսրայելի ուղղությամբ հրթիռներ են արձակվել նաեւ Լիբանանից։